TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Խոսենք Բաքվում պահվող հայ գերիների մասին, դատավարությունները շարունակվում են, այնտեղից եկող հայտարարությունները, տեղեկությունները անհանգստացնող, նաև տեսանք նկարներ, որից պարզ էր, որ կոնկրետ ճնշումների են նրանք ֆիզիկական ենթարկվում։ Այս հարցը նաև ազգային ժողովում երեկ բարձրացվեց եւ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը չվնասելու սկզբունքով է առաջնորդվում, պետք է խաղաղության մթնոլորտ ձևավորել եւ հավանական է նույնիսկ համարում, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կարողանան գերիների հարցը լուծել։ Արդյոք ուշացած չի լինի, որովհետև խաղաղության պայմանագիրը երկարատև գործընթաց է, պարզ չէ առհասարակը կնքվի թե ոչ, եւ ինչ հնարավորություններ կան։ Գիտեք, ես ձեր հարցադրման ժամանակ զուգահեռ հիշեցի այն դրվագները, որոնք գերիների հետ կապված հնչեցվել էին, հատկապես 21 թվականի քարոզարշավի ընթացքում, երբ որ Փաշինյանը գոռում էր, որ գերիները մեզ կներեն, որ 1-2 ամիս էլ նրանց ուժ բերենք, իրականում այն մարդկանց մասին, որ խոսում էր, նրանց մի քանի անգամ ավելի ուժ բերեց իր սահմանված ժամկետից, բայց խնդիրը նաև նույնիսկ դա չէ։ Իշխանությունը, երբ որ իրեն պետք է ինչ-որ բան չասելու կամ քողարկելու համար, ասում է, գիտեք, գաղտնիության էլեմենտներ կա, մենք բաներ կանում ենք, չի երևում եւ այլն, բայց այնտեղ, որտեղ իրենց պետք է կոնկրետ քարոշչության համար օգտագործելու, դեռ չեմ խոսում այն մասին, կոնկրետ մարդկանց վարկաբեկելու համար, դրա մասին հրապարակային խոսում էին։ Հետո Նիկոլ Փաշինյանը ասում էր, դեռ պետք է հասկանանք, թե Ռուբեն Վարդանյանը ինչպես է այնտեղ հայտնվել կամ պաշտոնի նշանակվել։ Դա լրիվ նորմալ էր, բայց այն, որ հանրությունը պահանջ է ըստ էության ձևավորել, ավելի կոնկրետ խոսալու, թե ինչ պետք է հասկանալ կամ ինչ է անում իշխանությունը, նրանք հանգարց սկսում են իրենց լռությունը կամ հանցավոր լռությունը որևէ ձևով քողարկել։ Ընդ որում արտգործնախարար եք խորհրդանում ինչ-որ բաներ էր թվարկում, ասում եք, գիտեք, դուք մեզ sense բան եք ասում, ես sense եմ արել։ Ասում եմ, ՄԱԿ-ի խորհրդում եմ ելույթ ունեցել, Կարմիր խաչի միջազգային ղեկավարի, ՄԱԿ-ի միջազգային բարձր հանձնակատարի հետ եմ հանդիպել եւ այլն։ Այդտեղ միգուցե եղել է միջոցառում, որը կոնկրետ այդ ժամանակ է նախատեսված եղել, բայց ես համոզված եմ, որ քայլերը կա, որոնք արել են, եւ հայտարարության մասով, եւ Կարմիր խաչում հանդիպումների մասով, դրանք բնականաբար արել են հանրային եւ քաղաքական պրեսինգի պայմաններում, որքան նրանք փորձում են ներկայացնել, թե դա իրենց առօրյա աշխատանքի մի մասն է կազմում, բնականաբար դա չի համապատասխանում իրականությանը։ Եվ ամեն դեպքում եղել են եւ սոցիալական ցանցերում եւ առհասարակ մեդիա հարթությունում շատ ակնհայտ է, որ անկախ քաղաքական նաև կողմնորոշումներից եւ անկախ այն հանգամանքից, թե ով մինչեւ 23 թվականի այդ մարդկանց գերեվարումը ով ինչ է մտածել, մարդկանց մոտ ձևավորվում է որոշակի կոնսենսուս հանրային, քաղաքական կոնսենսուս առային, որ հայը չպետք է լինի Բաքվի բանտերում եւ հայը չի կարող դատվել Բաքվի կամ ադրբեջանական պայմաններում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այնտեղ գտնվում են մարդիկ, ովքեր մեծ դեր են ունեցել հայկական պետականության առումով, զինված ուժերի կազմավորման առումով, մարդիկ են, ովքեր մշտապես տարբեր կարգավիճակներով պաշտպանել են հայկական շահը, կլինի Արցախում, Հայաստանում, թե այլուր, եւ բնականաբար այս պայմաններում այդ մարդկանց այնտեղ գտնվելը, դա ոչ թե այդ մարդկանց կամ այդ մարդկանց մերձավոր հարազատների խնդիրն է, դա հայ ժողովրդի եւ հայկական պետականության խնդիրներից է եւ բնականաբար այդ հարցը որոշակի ոչ միայն խորը գիտակցում ունի մեր հասարակության համար, այլ դա բնականաբար դառնում է տարբեր բողոքի դրսևորումների առիթ։ Դա կլինի խորհրդանում, խորհրդանից դուրս, տարբեր կառույցների առաջ, բայց բնականաբար հիմքում այն գաղափարական մոտեցումն է, ինչը ես արդեն ասացի։ Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ թող բանակցություններ չտարվեն Բաքվի հետ, միջև որ գերիները չեն վերադառնում, Ալեն Սիմոնյանն ասում է, որ սա ուղիղ սադրանք է լինելու եւ շատ թանկ գին է արժանանալու Հայաստանի համար, եթե Հայաստանը բանակցություններից հրաժարվի։ Ես մի փոքր այլ ձև եմ այս ամենը պատկերացնում, հասկանալի է, որ պետք է փնտրել ամենաօպտիմալ ճանապարհը գերիների հարցը օրակարգ բերելու եւ դա նվազագույն կորուստներով, այսպես ասեմ, դուրս գալու տեսանկյունից, բայց կա նաեւ այլ տարբերակ։ Մի կողմից կա այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ, դրանից առանձին արդեն 6-7 ամիս է գործում է ռեգիոնալ ապաշրջափակման հետ կապված այդ դրույթի քննարկումը, որը փաստաթղթից դուրս է բերվել, եւ պայմանական երրորդ հարթություն կամ երրորդ ուղղությունը կարող է դառնալ գերիների ռազմագերիների հետ կապված հարցը։ Այսինքն սրանով զուգահեռ 3 գործընթաց
քննարկվի։ Եվ այս պարագայում չեմ կարծում, թե դա որևէ պարագայում առանձնապես մեծ ռիսկ է պարունակում գործընթացը տապալելու կամ այսպես ասեմ, լեգիտիմացնելու ադրբեջանական ցանկությունները, որոնք ոչ միայն այս, այլ բազմաթիվ այլ ուղղություններով աշխատում են Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիա սկսելու տեսանկյունից։ Այսինքն, եթե ցանկություն եւ կամք լինի, հարթություն կգտնվի այս թեմայով քննարկումներ անցկացնելու։ Իսկ ինչի չկա ցանկություն եւ կամք կարծում եք, ինչ է պետք է խանգարի Փաշինյանին։ Գիտեք, իշխանությունը ինքը ունի իր այլ առաջնահերթություններ Ադրբեջանի հետ։ Դա նույնիսկ սկսում է նրանով, որ մեր համար կարևորություն ներկայացնող իրադարձությունները, որոնք պետք է նաև իրենց հրապարակային հնչեցում ստանան, դրանք օրինակ չեն ստանում։ Երկրորդը մենք մի բանի մասին մի քիչ ենք երևի խոսում, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, բայց օրինակ Հայաստանի իշխանությունը նաև Ադրբեջանին չնեղացնելու եւ Ադրբեջանի հետ, այսպես ասեմ, առավելագույնս զիջումներ անելով պարագայում, օրինակ տեղեկատվական հարթությունում էլ որևէ պայքար չի տանում։ Տեղեկատվական հարթությունը միայն կառավարության անդամների կամ խորհրդարանը ներկայացնող ԿՊԱ-ականների հայտարարությունները չեն։ Օրինակ բարձ բերեմ։ Օրինակ ամսի 20 փետրվարի 25-26-ին Ադրբեջանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի շատ ավելի մեծ ուժգնությամբ նշում էր այսպես կոչված Խոջալույի այդ իրադարձությունների թեմա, որը Ադրբեջանը փորձում է փաթեթավորել ցեղասպանության տակ, որը բավականին վտանգավոր հարց է։ Սա բազմաթիվ տարիներ տարբեր ձևով արտացոլված է եղել։ Հայկական դիվանագիտությունը եւ հայկական պետության պոտենցիալը տարբեր ուղղություններով այդ թվում նաեւ տեղեկատվական մասով բավականին ակտիվ աշխատել է, բայց այսօր դրա հետ կապված որևէ լուրջ բան տեղի չի ունենում։ Նույնը վերաբերում է օրինակ Սումգայիթի ջարդերի, Բաքվի իրադարձություններին, այս իրադարձությունները, որոնց արդյունքում հարյուրավոր մարդիկ են մահացել, հարյուրավոր հայեր են մահացել եւ այնտեղ նաեւ բռնի տեղահանվել են, այս թեման ուղղակի դուրս է մղվել օրակարգից Ադրբեջանին չնեղացնելու կամ Ադրբեջանի համար հաշտ թեմաները առաջին պլան չբերելու համար։ Հիմա հարցերից մեկն էլ վերաբերում է սրան, եթե հայտարարությունն հնչում է, որ արտգործնախարարությունը հնչեցեց, ասում է, գիտեք, մենք ավելի շուտ հնչեցրեցինք, քան ասում է եղավ այդ բողոքի ակցիան արտգործնախարարության բողոքի մասին վաղուց է խոսվում։ Բնականաբար դրանից 3 օր առաջ եղել է, իրենք որպես քայլ, քաղաքական քայլ դե իրականացրել են զուգահեռ կամ դրանից թեկուզ կես ժամ առաջ հնչեցումը, բայց դա չի նշանակում, որ իրանք գործում էին, բայց դա բերեց դրան։ Ավելին ասեմ, վերջին շրջանում տարբեր պաշտոնյաներ իրենց խոսքում թեկուզ հպանցիկ, բայց գեյների ռազմագեյների թեմա են արձարծում։ Եթե դուք համեմատություն տանեք հիմա եւ 6 ամիս առաջվա նմանատիպ ելույթ են, դուք կտեսնեք, եթե դրանք նույնիսկ եղել են, դրանց տեսակարար քշերը բազմակի քիչ է եղել։ Ինչի համար, որովհետեւ աշխատել է հանրային քաղաքական ճնշում, եւ որքան էլ իշխանությունները չխոստովանեն, բնականաբար նրանք սկսել են նաև գործել այդ տեսանկյունից ցույց տալու համար, որ տեսեք, հանդիպում ենք, սա ենք անում, այս քայլն ենք անում, այսինքն որոշակիորեն այդ պրեսինգը աշխատել է, բայց հիմա գլխավոր խնդիրը դա օրակարգի արժ դարձնելն է գեյների, ռազմագեյների երկկողմ ֆորմատով Ադրբեջան եւ Հայաստան, բայց այս թեման Հայաստանի իշխանությունները հետևականորեն մերժում են։ Խոսենք մեկ այլ երևույթից, երեք պարզ դարձավ, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան աշխատանքից ազատման թիմում է ներկայացրել եւ ըստ տեղեկությունների նաեւ գրասենյակից այլ տարբեր աշխատակիցներ են հրաժարականներ ներկայացվել, թեև հերքվեց աշխատակիցների այդպես հրաժարականները, բայց Եղիշե Կիրակոսյանինը հաստատվեց։ Բոլորը գիտեն, որ նպատակը եւ հիմնականում խնդիրը դեռ ամիսներ առաջ էր ծագել, երբ Եղիշե Կիրակոսյանը վիճել էր ըստ մամուլի տեղեկությունների Նիկոլ Փաշինյանի հետ միջազգային հայցերից Հայաստանի հրաժարումը Ադրբեջանի դեմ ներկայացված։ Հիմա այս կոնտեքստում փաստորեն հրաժարական է տվել, թեև բարձաբանումներ չեն ներկայացնում։ Սա ինչ է խոսում, որ արդեն առարկայական փուլ է մտել այդ միջազգային հայցերից հրաժարումը եւ բացի այդ ասվում էր, որ դա փոխադարձաբար սկզբունքով է լինելու։ Կարող է հիմա որոշվել, որ միայն Հայաստանը պետք է հայցերից հրաժարվի եւ սա ինչ հետևանքներ է ունենալու մեր համար։ Ես տարբեր առիթներով սրա հետ կապված խոսել եմ, հատկապես այդ կեղծ խաղաղության պայմանագրի շրջանակներում, որովհետեւ երբ որ Հայաստանից եւ Ադրբեջանից ասում են, որ այդ պայմանագրի երկու դրույթ միայն չեն կարողացել դեռևս համաձայնեցնել, որից մեկը այդ երկկողմանի հայցերի հետընդունումն էր, մյուսը երկկողմ սահմանի երրորդ ուժերի ներկայության բացակայության թեման։ Առաջին բանը, որը ես այդ լուրի հանրայնացումից հետո նշում էի կամ եզրակացնում էի, դա այն է, որ սրանք այն կետերը չեն, որոնք կարող են
Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները խոչընդոտ ստեղծեն, որովհետեւ Հայաստանի իշխանությունների անսպառ զիջողականության պատրաստակամությունը ցույց է տվել, որ դրանք շատ ավելի լուրջ հարցերում են, շատ ավելի վտանգավոր հարցերում են գնացել զիջումների, քան օրինակ այս երկու թեմայի պարագայում էր։ Կոնկրետ նշել Պաշտոնյայի անձը բազմաթիվ քննարկումի առարկա դարձավ։ Գիտեք, 7 տարի է պետք աշխատել Նիկոլ Փաշինյանի մոտ կամ Նիկոլ Փաշինյանի ապարատում, հասկանալու թե ում հետ ես աշխատում կամ ում հետ գործ ունես։ Կարծում Նիկոլ Փաշինյանի հատկապես բարոյական կերպարը եւ գաղափարական սնանկությունը, եթե չասեմ ավելի վաղ, գոնե հստակեին 44-օրյա պատերազմից եւ դրան հաջորդած այդ կարճ ժամանակահատվածում 20-21 թվականներին։ Դե բայց ինքը իրավական հարցերով է զբաղվում։ Եվ եթե խնդիրը, դե հիմա գիտեք, մարդ կա քաղաքական հարցերով զբաղվում, հիմա օրինակ կարող է նորմալ մարդը գնալ այնտեղ ասի, գիտեք, ես քաղաքական թեմանին չեմ խառնում, ես Նիկոլ Փաշինյանի տնտեսական հարցերով խորհրդականն եմ, կամ ես Նիկոլ Փաշինյանի մշակութային հարցերով խորհրդական եմ եւ այլն։ Գիտեք, մի հատ փուլ են եկել հասել, որ նմանատիպ մոտեցումները մասնագետ, արհեստավարժ, պրոֆեսիոնալ լինելու, սրանք էլ որևէ ձև այլևս չեն աշխատում։ Սրանք մի փուլ միգուցե կար, որ կարող է աշխատեին, կամ միգուցե այդ մարդիկ դեռևս մտածմունքների մեջ լինեին հասկանալու համար, թե այստեղ որտե են ընտրություն անում, պետություն, թե իշխանություն եւ այլն, բայց 7 տարին կարծում շատ մեծ ժամանակահատված է եւ հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն այդ գիտակցությունը եւ պարզ տրամաբանությունը հասկանում են, նրանց համար պետք է պարզ լիներ, որ Նիկոլ Փաշինյանի կերպարը ոչ միայն այս երկում հայցերի հետ քաշման համատեքստում պետք է գնահատել կամ ընկալել, այլ դրանք տարբեր այլ փուլերում արդեն իսկ բավականին դրսևորված էին։ Իսկ հիմա առարկայական փուլը մտել է, այսինքն այս գործընթացը կարող ենք ենթադրել, եթե այսքան մեծ աղմուկ է բարձրացել, նույնիսկ աշխատակիցներ են ուզում հեռանալ։ Այսինքն հետևողականորեն այն հայցերը, որոնք ներկայացվել են Ադրբեջանի դեմ, փաստահավաք խումբը, որ փաստեր է տարիներ շարունակ հավաքել, հիմա այս ամենից պետք է Հայաստանը հրաժարվի եւ ասի մենք որևէ դժգոհություն, բողոք չունենք, որ 44 օրյա պատերազմի ժամանակ սպանել են, խոշտանգել են մարդկանց։ Այս հարցին պետք է մոտենալ ավելի շատ միջազգային անկալման տեսանկյունից կամ այսպես ասեմ երրորդ երկրների տեսանկյունից։ Եվ ինչպես կնային Հայաստանին միջազգային հանրություն։ Այդ հայցերը դրանք իրավական հարցեր են։ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունները դրանք քաղաքական հարցեր են, դիվանագիտական մակարդակում եւ այլն։ Այսինքն իրավական մասով դա որևէ խոչընդոտ չի առաջացնում։ Դա գիտեք ոնց որ ինչ նշանակի, ոնց որ Հայաստանում լինի ներքաղաքական պայքար, մարդ մահանա, այդ ասեն լավ, դե բարեշել ենք այդ մարդու հարցը չենք քննում, դատավարության փուլ չենք տանում, կամ ով որ այդ մարդուն սպանել է, պայմանավորվենք, որ այդ մարդուն այլևս չենք դատելու։ Կարա թե զբաղվել են։ Քաղաքական է, իրավական է, իր հարթությունն է եւ այլն։ Եվ նաեւ միջազգային ընկալման տեսանկյունից կարծում եմ սա իր մեջ տրամաբանություն չի պարունակում։ Քաղաքական մասով գնացեք աշխատեք, չնայած ձեր աշխատածը մեր համար նոր փորձանք կամ ողբերգություն է միշտ դառնում, բայց սրանք իրավական հարցեր են եւ քաղաքական պայմանավորվածությունները չեն բերելու այդ իրավական հետևանքների վերացմանը եւ այս տեսանկյունից դրանք պետք է անպայման տարանջատել։ Եվ նաև խոսենք առաջարկի մասին, որ Հայաստանը ճանապարհների ապաշրջափակման հետ կապված, մասնավորապես Սյունիքի ճանապարհի հետ կապված առաջարկով է հանդես եկել, հստակ առաջարկներ են, այսպես են ասում իշխանության կողմից։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, դա մի առաջարկ է, որը ընդունելի է լինելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Մինչև հիմա արդեն 1 շաբաթից ավել անցել է, Ադրբեջանից որևէ պատասխան չկա։ Ի վերջո այս ճանապարհի հարցը ինչ փուլում է, ինչ է սպասվում։ Գաղափարը, որը եղել է ի սկզբանե եւ եղել է մինչեւ 2018 թվականը, վերաբերել է ռեգիոնալ ապաշրջափակմանը։ Այլ բան է, որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ժամանակահատվածում ռեգիոնալ ապաշրջափակման թեման դարձեց միջանցքային կամ Զանգեզուրի միջանցքի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմա։ Եվ իրանց հետաքրքրությունը միայն այդտեղ է, ուրիշ որևէ։ Այո, իսկ գաղափարը ռեգիոնալ ապաշրջափակումն է, որից պետք է օգտվեն բոլոր երկրները։ Հիմա Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի այս իրավիճակից օգտվի բացառապես ինքը եւ Թուրքիան, եւ նրա գաղափարները բացառապես դրա շրջանակներում են։ Երկրորդը, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը այս բանի շտապողականություն է դրսևորում։ Իմ տպավորությամբ Ադրբեջանը դեռևս ժամանակ է ցկում հասկանալու, թե միջազգային իրողությունները ինչպես են դասավորվում եւ այդ նոր ձևավորված միջավայրում ինչպիսին կամ ինչպիսի ազատություն կարող է ունենալ Ադրբեջանը Թուրքիայի հետ կամ Թուրքիայի աջակցությամբ։ Եվ Ադրբեջանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացառապես շարժում է
առավելագույն եւ առավելապաշտական մոտեցումներով փորձելու է հասկանալ, թե այս իրավիճակում ինչ ճանապարհով ես ինչպես կարող է ստանալ իր համար ամենակարևորը։ Միգուցե դա ինչ-որ փուլում նաև վերածվի կոնկրետ ռազմական գործողությունների, անկախ նրանից, որ դաժե մեր միջավայրի համար արտաքուստ թվում է, որ որևէ գործոն չկա, որովհետև իշխանությունը ճիշտ է, սկզբնական փուլում ցես նրա մասին խոսել, որ գիտեք, պայմաններ չկան ռազմական գործողությունների վերսկսման, բայց վերջին շրջանում, եթե նկատել եք, շատ ավելի զգուշավոր են այդ ամեն ինչը հնչեցնում։ Դա բնականաբար նրանից է, որ Ադրբեջանը դեռևս չի հաշվարկել իր վերջնական քայլերը եւ դեռևս ակնհայտ չէ, որ գործընթացը գնում է խաղաղ ճանապարհով։ Մի փուլում իշխանությունը մեզ համոզում է, որ ինքը այնքան է զիջումներ արել, որ այս պարագայում Ադրբեջանի համար նույնիսկ անիմաստ է պատերազմ սկսել, բայց Ադրբեջանը ամեն փուլում նորանոր հավակնություններ է դրսևորում եւ բնականաբար այս իրավիճակում խնդիրները շատ ավելի են։ Այսինքն Ադրբեջանը սպասում է տեսնի, թե ինչ վերադասավորումներ կլինեն աշխարհում եւ հնարավոր է ի օգուտ իրեն լինի եւ ռազմական ճանապարհով փորձեն հարցը լուծել Թուրքիայի հետ։ Պարզ ասած ուզում է հասկանալ, եթե ինքը օրինակ հարված է, դա Ռուսաստանի Միացյալ Նահանգների կողմից ինչ արձագանքի է բերելու կամ ինչ հետևանքներ է հանգեցնելու։ Դա նրանց համար կարմիր գիծ է, թե կարմիր գիծ չի իրականում։ Սա շատ բան է կախված, բայց հիմա աշխարհը կարծես թե այլ բանի վրա է կենտրոնացած, Ուկրաինան է, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան հարաբերություններ, այնտեղ ուրվագծվում է նաև Չինաստան, Միացյալ Նահանգներ, շատ ավելի սարսափելի դիմակայությանը, քան արտաքուստ կարող է թվալ, եւ միգուցե մեր ռեգիոնի հետ կապված դեռևս ամբողջական չի եղել։ Չեմ էլ կարծում, թե առանձին մեր ռեգիոն է քննարկվելու, սա ինչ-որ փաթեթիկ կամ սխեմայի մաս է կազմելու, եւ կարծում եմ միայն այդ ժամանակ, երբ որ լինի ընդհանուր, այսպես կոչված ռասկլադը, այդ ժամանակ է նաեւ կերևա, թե այս մասով ով ինչ հնարավորություն է ստանում կամ ում համար ինչ հնարավորություններ է փակվում։ Խոսենք նաև ներքաղաքական խնդիրներից։ Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ պատրաստվում է ընտրություններին եւ տպավորություն է, որ հաշտվել է ընդդիմություն այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններով կամ փողոցային պայքարով հնարավոր չէ հեռացնել եւ պետք է ընտրությունների պատրաստվել։ Հիմա ընդդիմության ներսում տարաձայնություններ, դժգոհություններ կամ միմյանց մեղադրանքներ, հարցեր են առաջացել նոր, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին եւ վիճում էին երկու կողմերը իրար հետ այս հարցի շուրջ։ Ինչ խնդիր կա եւ արդյոք այս ամենը օգուտ չի տալու հենց իշխանությանը վերարտադրվելու համար։ Միշտ է ամենաբարձր գոռում բռնեք գողին, սա իմիջիայլոց։ Ինչ վերաբերում է ընտրություններին կամ ընտրության նախապատրաստելուն, ապա այստեղ պետք է որոշակի տարանջատում անենք եւ նաեւ դրանով է որոշակիորեն նաեւ երևի պայմանավորված այս որոշակի սրացումները։ Տեսեք, սրա վրա նաև բազմաթիվ մանիպուլյացիաներ եւ ակնհայտ կեղծիքներ են նաև կառուցվում։ Հիմա մեր մի գործընկեր խմբակցության հաստատի առաջնորդը հայտարարում է, որ ինքը խոսում է 26 թվականի ընտրությունների մասին, իհարկե Ռոբերտ Քոչյանի ասում է։ Այո, իհարկե ասում է, որ դա մենք պատրաստ ենք մեր պայքարը նաև շարունակել ամենուր, այդ թվում փողոցում եւ այլն եւ այլն։ Բայց իրացիոնալ չէ, որպեսզի միանանք Սերժ Սարգսյանի թիմին, ասում է։ Այո։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ քանի որ ընտրական process-ները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ շատ խնդրահարույց են եւ սա ցույց է տվել նաեւ այս 7 տարվա ժամանակահատվածը, վարչական ռեսուրսի կիրառումից սկսած մինչեւ ավարտված ճնշումներով, բռնաճնշումներով, մարդկանց ազատությունը զրկելով եւ այլն, մենք ասում ենք, որ մեր համար գերխնդիրն է 26-ին հասնել մի իրավիճակում, որի կազմակերպիչը այդ ընտրական գործընթացների չի լինելու Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, մենք դեռևս չենք խոսացել 26 թվականի ընտրությունների մասնակցության չմասնակցության մասին, բայց մեր շատ գործընկերներ տարբեր հարցազրույցներում ակնհայտորեն խեղաթյուրում են հայտարարությունները, ասելով, գիտեք, Հանրապետականը 26-ին ասում է մենք չենք մասնակցելու, մեզ սրա համար են քննադատում, նրա համար են քննադատում։ Կարծիքը չի հայտնել։ Հանրապետականը դրա մասին չի ասել։ Մեր այն ընկերները, ովքեր խոսել են այն տրամաբանության ներքո, որի մասին հիմա ես եմ խոսում։ Մենք ասում ենք, որ դեռևս կա պատուհան մինչև 26 թվականի ընտրությունները, մեր ուժերը այդ ուղղությամբ կենտրոնացնելու, հասկանալու համար, թե ինչ կարող ենք մոբիլիզացնել եւ ինչ խնդիր կարող ենք լուծել։ Մենք ասում ենք, որ այս բանի ժամանակը չի առհասարակ 26 թվականի ընտրություններից խոսելը, որովհետև այդ խոսակցությունները, նաև քննարկումները, նաև
ուղիղ ձևով ազդեցություն են ունենում ուղղակի եւ անուղղակի ձևով մեր հասարակության վրա։ Հասկանում ես, երբ որ դու անդադ բոլորը սկսում են խոսել ընտրություններից, իսկ դու ասում ես, որ ես փողոցում ուզում եմ որևէ process-ի գեներացման նպատակահարմարությունը դիտարկել, մարդկանց մեջ սկսում են նստել, որ հեսա լավ դեմ ընտրություններ, մի տարուց ընտրություններ, տարուկես ընտրությունները, դա վնասում է հնարավոր փողոցային գործողություններին։ Մեր ամբողջ ասելիքը սենց է։ Իսկ ինչ վերաբերում է բերել չբերելու գործընթացին։ Գիտեք, այստեղ խնդիրը որն է։ Նախ ուզում եմ, որ մենք շատ հստակ տարանջատենք, էլի, որովհետև ես տեսնում եմ, որ մամուլում եւ տարբեր գործիչների կողմից խեղաթյուրվում է իրավիճակը, ներկայացում է որպես Հայաստան դաշինք։ Հայաստան դաշինքում կան տարբեր ուժեր, տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ ունեցող անձինք, կա առանձին կուսակցություն, դաշնակցությունը, առանձին կան մարդիկ, ովքեր կուսակցություն չեն ներկայացնում։ Հիմա այս իրավիճակում ես չեմ ուզում ես բոլորին բերենք եւ ընդհանուր համատեքստում քննարկենք։ Իհարկե ես այս վերջում տեսել եմ տեսակետներ, որոնք, գիտեք, բոլոր կարգի տրամաբանությունից դուրս է եղել։ Այսինքն առաջին որը։ Էսա կասեմ, առաջին բանը իմ մոտ որ առաջացնում է հենց ձեր ասած հարցադրման պարագայում։ Փաստորեն մենք 20 թվականին սկսած այդ տարբեր շարժումների ժամանակ նույն մարդու հետ ոստիկանական մահակների տակ ենք եղել։ Նույն մարդկանց հետ ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի կամ հատուկ միջոցների թիրախում ենք եղել։ Նույն մարդկանց հետ գաղութներով ենք վռացել։ Նույն մարդկանց հետ մեր քաղաքացիական շահերն ենք պաշտպանել, պարզվում է, որ այդ մեր կողքը կանգնած մարդիկ են եղել, որոնք կասկածել են, որ մենք ենք Նիկոլ Փաշինյանին բերել կամ մենք ենք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցել, բայց մենակ մեր հետ մի խրամատում են եղել։ Հասկանում եք, դա իմ համար նշանակում է, որ մենք կոնկրետ մարդկանցից նաև թիկունքից հարված ենք փաստորեն ստացել։ Ոնց կարաս դու մի մարդու հետ լինես նույն խրամատում քաղաքական գործընթացների, հետո 7 տարի հետո պարզվի կամ 5 տարի հետո պարզվի, որ այդ մարդը քո ամեն ինչի վրա կասկածել է, մտածել է, որ դու մի բան անում ես, դա կարող է նպաստում Նիկոլ Փաշինյանի գործունեությանը եւ այլն։ Հիմա դրա երկրորդ բանը էլ առաջացել, երբ որ իշո մարդկանց դեմքին կանգնում ես ուղիղ ասում ես, այս ինչ ես խոսում, ոնց ես քեզ պահում եւ այլն։ Ասում եք, գիտես, դու դա ձեր հետ կապ չունի, մենք Սերժ Սարգսյանը, ասում ես ոնց մեր հետ կապ չունի։ Սերժ Սարգսյանը մեր քաղաքական ուժի ղեկավարն է։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահն է։ Այս պահին ես գործադիր մարմնի անդամ եմ։ Ես իմ շատ գործընկերներ, ովքեր խորհրդանում են, խորհրդանից դուրսը, մենք ենք պատասխանատվություն կրում նաև Սերժ Սարգսյանի արածի կամ չարածի համար, եթե այդպեսին գոյություն ունի կամ եթե կա ինչ-որ բան, որի հետ կապված նաև կան հարցադրումներ։ Մենք ենք այդ հարցադրումների նաև կրողները։ Ինչ է նշանակում սա տարանջատում ենք, նա են գնում, իսկ կարող է ձեզ ուղիղ խնդիրադրված կոնկրետ մարդու թիրախավորը, դրա համար եք դուք այդպես խոսում։ Հիմա գալիս ենք հետ այս իրադարձություններից։ Խորհրդանում մենք առիթ ունեցել ենք իրար հետ առնչվելու։ Ես գնացել եմ ճեպազրույցի։ Որևէ բան չեմ խոսացել ներքաղաքական իրավիճակի մասին, որովհետև համարել եմ կամ մտածել եմ միգուցե միամտաբար, որ սա երևի մի հատ բան է, եղել է մի սրացում է, սա կավարտվի։ Ամեն ինչ արել ենք, որ հանգարց այս իրավիճակում շատ չգնա, որտեղ մեր քաղաքացիները մեզանից ունեն ուրիշ ակնկալիք։ Մենք խորհրդանում, խորհրդանից դուրս պայքարում ենք ուրիշ ակնկալիքի համար, այս իշխանության հեռացման համար եւ Հայաստանում իրականում այնպիսի իրավիճակի ստեղծման համար, որտեղ մեր քաղաքացին կլինի բոլոր առումներով պաշտպանված։ Հիմա ես հրաժարվում եմ այդ թեմայով խոսելուց։ Երեք ծիծեռնակաբերդում էի Վազգեն Սարգսյան ծննդյան առթիվ, կրկին հարցն չես, կրկին հրաժարվեցի, բայց հիմա տեսպես դու հրաժարվում ես, մեր մի ինչ-որ ընկերներ հրաժարվում են, բայց Աննա Մկրտչյանը չի հրաժարվել ելույթ ունեցել։ Գիտեք, անհամաչափության խնդիր կա։ Մեր մի ընկեր Արմեն Աշոտյան արձագանքել է, բավականին խորքային է արձագանքել։ Նույն ձևի առանց որևէ էմոցիաների արձագանքել է Աննա Մկրտչյանը, որովհետև կոնկրետ մարդիկ, ովքեր մեր դեմ արշավ են սկսել, մի շաբաթ, երկու շաբաթ ասում ես, լավ, ձեն չանենք, ասում ես, սա ինքնին եւի կվերջանա։ Մեկին ասում ես, այս ինչ է, այս ձևի պահում, մեկին ասում ես, չգիտեմ, եւի նյարդային սրիվի մեջ է։ Մեկին ասում ես կոնկրետ ակնկալիք ունի, մեկը ասում ես, չգիտեմ, մեկինը չես է պատկերացնում, թե ես ընդհանրապես ինչ է եթեր գնացել ու ինչ է այս թեմաներից խոսում եւ այլն։ Մեկը տեսնում ես, դաշտում մի տպավորություն է ստեղծվում, որ մարդկանց մոտ, որ երևի որ չեն խոսում, ուրեմն ասելիք չունեն։ Հիմա դրա համար մենք սկզբնական շրջանում Արմենը հոդվածով փորձեց համակողմանի էմոցիաների զուրկ ներկայացնել իրավիճակը, նաեւ այդ հիմնական հարցադրումներին պատասխան տա, որը նաեւ զուգահեռի մեջ արեց նաեւ իմ գործընկեր Աննա Մկրտչյանը, բայց համարժեքությունը
մցված, այսպես կոչված այդ ուժերի առումով, այդ հարվածների թիրախավորման, քննադատության, դրանք անհամարժեք են, հասկանում եք։ Հիմա այս իրավիճակում ասում ենք երկու բան առաջանում։ Մի կողմից իմ համար հստակ է, որ այս ամենը երկար չի կարող շարունակել, չպետք է շարունակվի, բայց ես նաև տեսնում եմ, որ այն մարդիկ, որոնք սրանից որոշակի փորձում են դիվիդենդներ շահել, այս մարդկանց համար դառնում է նաև կյանքի նպատակ, հասկանում եք։ Ասում են Ռոբերտ Քոչարյանը ասուլից տարեց, դրանից հետո ակտիվացան ադրբեջանցիները, նիկոլականները եւ հանրապետականները։ Հիմա այդ ասող մարդը գեդինը չի մտնում։ Այդ չի կամաչում, դու 4-5 տարի գնացել ենք իրար այդ ծեծ ու ջարդի մեջ ենք ընկել։ Գնացել ենք, փորձել ենք մեր երկրի շահերը պաշտպանել։ Ո՞նց է գնում այդ ձևի բան հնչեցնում, հասկանում եք։ Հիմա ինչքան ուզում ես խուսափես, հիմա չի լինում։ Հիմա մեր մի ինգերը մտավ թեմայի մեջ, փորձեց թեման փակի նաև հարցադրումներին պատասխանելով։ Հետո անան մտի։ Հիմա ամեն ինչ անում ենք, ասում ենք, լավ, մենք չմտնենք, մենք չասենք, բայց հիմա տեսնում եք, սենց անհամաչափ ինչ-որ բան է գնում։ Կամ ինչ եք դուք բերում Ռոբերտ Քոչարյանին, դուք ինքներդ թիրախավորում։ Ինչ եք ասում, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլից հետո հանրապետականը սկսեց, չգիտեմ, ինչ-որ ակտիվանալ, այս անել։ Իդեպ ով է սկսել առաջին այս թեման, իրենց կողմից հայտնախմբակցության падգամավորների կողմից մեկնաբանվում է այնպես, որ երբ որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը եղավ, դրանից հետո երբ եղավ Արմեն Աշոտյանի ծավալուն հոդվածը, սա արդեն կարծես թե թիրախավորվելու խրոնոլոգիան տես չի եղել։ Իսկ ինչպես եղել։ Բացեք իրանց հովանավորության տակ գործող հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում են նաև շատ մարդիկ, ում ես նկատմամբ ունեմ մեծ հարգանք, տեսեք ամենօրյա գծով թե ովքեր են գնում, ինչեր են խոսում։ Հասկանում եք, ես մարդիկ եմ այնտեղ տեսել, խոսույթ եմ տեսել, որ գիտեք, ես ամաչել եմ։ Ես իհարկե մարդ կա, ում որ ճանաչում եմ, ես իրան տեսնելու եմ, մարդիկ կան խոսել են, ումից ես այդ սպասելիքը չեմ ունեցել, էլի եմ խոսել։ Դա այս ամեն ինչը որ հանրային տիրույթում ալում ինձ հետ չի պահում գնալու այն մարդկանց հետ ում որ ճանաչում ես խոսելու, հասկացնելով, որ գիտեք, ժողովուրդ իրավիճակը լրիվ այլ բան է, ինչ եք անում։ Եվ այս ամեն ինչը չի սկսել այս 2-3 օրը, չի սկսել այս 2-3 շաբաթը։ Տարիներով է սա մեր դեմ եղել։ Անընդհատ մենք չենք ուզեցել սրա մեջ մտնենք, անընդհատ ասենք չանենք, մենք տեսել ենք, չէ, ով որ շերտում, որ մակարդակում ինչ արա։ Այս թեմայով անընդհատ իրենց հետ էլ զրույցներ եղել, իրենց պատասխանատուներ, որ մենք գիտենք, տեսնում ենք, մի արեք, հասկանում եք։ Ու փորձեր սա ներկայացնել, որ սա նոր եղավ հանրապետականը մտավ ընտրություններ։ Դուք եք գնում, դուք եք ընտրությունների մասին հայտարարել։ Իսկ արամ ես ենթադրեմ, որ դուք ընտրություններ եք նախապատրաստում եւ դրա շրջանակներում օպերացիաներից մեկն այն է, որպեսզի ընդդիմադիր հատվածում գերակայություն ապահովեք եւ այդ գերակայությունը ապահովում եք հանրապետականի հաշվին։ Հանրապետականը 1000 ու մի հարված է ստացել, հատկապես 18-ից, եւ շատ այն մարդկանցից, ովքեր այսօր լուրջ դեմքով խոսում են նրա մասին, որ Նիկոլը պետք է հեռանա կամ չհեռանա։ Այն մարդկանց, ովքեր այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանից կամ պաշտոն էին ուզում, կամ պաշտոն էին ակնկալում, կամ այլ բաներ էին ակնկալում, ես չգիտեմ։ Ասում են իրեն գերակայության խնդիր չունեն, որովհետեւ երկրորդ ընդդիմադիր ուժն են։ Առաջին ընդդիմադիր ուժն են, այսպես ասած, խորհրդանեմ երկրորդ ուժն են իշխանությունից հետո։ Բա ինչ է այդ հարվածները հանրապետականի նկատմամբ։ Ինչ է հանրապետականը արել ձեզ այս ընթացքում, բացի որտեղ որ հնարավոր է եղել եկելա ձեր կողքնականգնել, ձեր մտահաղացումների ժամանակ, տարբեր փուլեր, ես չեմ ուզում, հիմա անհատական գամ ասեմ մենք ինչ ենք արել, որ ստացվի որ մենք ինչ-որ բան էինք արել, որ sense դեպքերում գայինք եւ ինչ-որ մեկի դեմքին ասենք։ Ինակ չգիտեն մենք ինչ ենք արել։ Ինակ չգիտեն 18 թվականին հանրապետականը ինչ վիճակում ա եղել։ Այդ որ բոլորը գոռում են, որ կոնսենսուս -55-ը հանրապետականի падգամավորներին ներկայացնելով։ Բա հիմա ինչ չեն խոսում դրա մասին։ Բա իրանք բոլորը այդ կոնսենսուսի մեջ են եղել, հանրապետականին մերժելու եւ հեռացնելու։ Բայց ո՞նց եղավ, որ հանրապետականն է մեղավոր եղել, որ իշխանությունը հիմա Նիկոլ Փաշինյանի ձեռքին է։ Պետք է կտրուկ միջոցների դիմեր, երբ ռադիոտուն էին մտնում, դա պետք է իրավական հետևանքներ ունենար։ Հետին թվով ուժի կիրառում, մարդկանց վրա կրակելու։ Հիմա նույնիսկ կան, ես մարդիկ եմ հանդիպում, դա իհարկե էս նոր երևույթ չէ, ասում եմ Ոչինչ, մենք կանգնած էինք, թող մեր վրա կրակեին, բայց Նիկոլը ձեռը իշխանություն չել։ Հետին թվով այնքան հեշտ է ասելը։ Կամ այդ մարս սպանելը տենց հեշտ է, հա, որ ասում են մարդկանց վրա կրակեիք, էս անեիք, այն անեիք։ Այդ չեմ հասկանում, մենք կիլերների մասին ենք խոսք գնում։ Այսօր մարդիկ գնացել են դարել են բաներ, վարսկաններ, հասկանում եք։ Քաղաքական վարսկաններ են։
Հիմա մարդ եղել եկել ասես վե գաղափարներից է խոսում։ Ուզում ես կանգնես ասես տղա ջան, եթե դու ժամանակին քեզ կանչեն ասա դու այս ուղղությամբ ես աշխատելու, գեոպոլիտիկ աշխարհակահական կենտրոնի կամ այս բանը, դու դրա համար ես աշխատել, որովհետև քո խնդիրը սկզբունքը չի տեղ։ Քո խնդիրը տեղ փողն է։ Հասկանում եք։ Հանրապետականի համար կոնկրետ եղել են սկզբունքներ միջև վերջին պահը, բոլոր հանգրվանային պահերում մենք դրա համար աշխատում ենք, դրա համար պայքարում ենք։ Ես էլ եմ արձանագրում, այդ բանի գիտակցումը պետքա բերենք, կենտրոնացնենք։ Մենք պետք է աշխատենք թիրախավորված բացառապես այն մարդու նկատմամբ, ով որ մեր երկիրը բերել է հասրել է այս իրավիճակին։ Հիմա թողել են այն ամեն ինչ կապված է այս Նիկոլի բերած բարքերի, սրանց բերած ապօրինությունների, սրանց բերած մարդկային տարածքային հազարավոր կորուստների, Արցախի հանձնման եւ այլն, հիմա էսի փաթաթել են մարդ ընտենում, ասես բերում են փորձում են սրա գրպանը դրեն, դրա գրպանը դրեն։ Ով որտես գլուխը հանում է հարցակում են, որ են ասում ես ասես արա տղեկ ջան, ես ինչ ամբիցիաների կռիվ է։ Մեր խնդիրը ի՞նչն է, գնալ 5 մանդատ ավել վերցնել, հա, թե սրանց մեծամասնությունից զրկելն է, սրանց իշխանությունից զրկելն է։ Հասկանում եք, երկրորդ այս փոքր երկիրը, չէ՞։ Վաղ իրար դեմ ենք, չէ՞, դուրս գալու։ Փողոցում ենք տեսնելու, մեկալ բանով ենք տեսնելու։ Մենք տեսել ենք, չէ, 3 տասնամյակով եկել է Հայաստանում 1000 մի իրադարձություն ա եղել։ Բայց մարդկա ինքը այդ մարդկային հարաբերությունների վրա, բարոյական այդ մինիմալ բաների վրա ոնց որ թքած ունե։ Ես ինքս չեմ կարող դրա թքած ունենալ, հասկանում եք։ Այսօր ես էլ եմ շատ բան տեսնում եմ, ինչ եմ ես ձեզ ասում, մի ամբողջացրեք այդ բոլորի վրա։ Հայաստան խմբակցություն, անդադ ասում են Հայաստան խմբակցություն մի ասեք։ Անկախ տնես դա իրենք ոնց են դիտարկում, ոնց են անում, ես այնտեղ մարդկանց հետ եմ, չէ, ամեն ուր շփվում։ Այնտեղ ես տեսնում չէ, լիքը բարոյական մարդիկ, ես տեսնում եմ լիքը մարդիկ, ովքեր մոտապես մտածում են այն ինչ որ ես եմ հիմա այստեղ արտահայտում, տեսնում են այն ինչ որ եղել է, միգուցե ավելի շատ են տեսել, որտեղ իրանք ընդեղ են եղել, խորքում են տեսել։ Բա ինչ է, որ բոլորը չեն խոսում, ու ճիշտ են անում, որ բոլորը չեն խոսում, որտեղ մարդկանց մեծամասնությունը հասկանում է պարզ ճշմարտությունները, սկզբունքների, կարմիր գծերի, բարոյական, մարդկային հարաբերությունների մասին։ Հետո այդ մարդիկ էլ հասկանում են, չէ՞, թե իրավիճակը ինչ է։ Այնտեղ մարդիկ տեսնում են, չէ՞, որ թիրախը ուրիշ է, թիրախը հանրապետականը չի։ Թիրախը Նիկոլ Փաշինյանն է եւ Տիկնայք եւ Պարոնայք, կենտրոնացեք դրանց ուղղությամբ։ Այս է ամբողջ խնդիրը։ Փաշինյանին եւ ոչ թե Պարզել թե ով է բերել։ Հա, հիմա գիտեք ոնց որ այս ամեն ինչը փորձում են խճճել, հասկանում եք, որ այդ հանրային դիսկուրսը ուրիշ բանի վրա գնալու կենտրոնանալու, ոչ թե նրա թե ինչպես մենք պետք է հեռացնենք կամ հասնենք սրանց հեռացմանը, այլ այնտեղ ոնց որ թվում է որ ամեն մեկին ինչ-որ սցենար է գրում իրան ինքն արդարացման համար, հայտարարելու թե ոնց եղավ որ մենք չկարողացանք Նիկոլ Փաշինյանին իրացնել։ Այսինքն կռիվ չմտած արդեն քո պարտուղականության սցենարն ես դու գրում։ Լարվածությունը որքան կարող է խորանալ եւ ինչ զարգացումներ կարող են լինել։ Ես չեմ կարող ասել թե ինչքան խորանա։ Ես ինքս այս թեմայով առաջին անգամ եմ հանրային դաշտում խոսում։ Իմ հանրային խոսքը առաջին անգամ որտեղ տեսնում ես ինչ է կատարվում տարբեր մակարդակներում, ասես Telegram-յան կանալներում, չգիտեմ, ցանցերում, սրանում, նրանում։ Գիտեք, երկու խմբի մարդիկ կան։ Մարդիկ կան գիտեն ճշմարտությունը, այդ դրանք են խնդրեմը։ Մարդկա գրում է, ես չեմ ասում, այս մարդը խնդրարույց է, որտեղ այս մարդը հանրապետականի դեմ ինչ-որ բան է գրում։ Չէ, ես մարդիկան ճանաչում եմ այդ ձևի, ճանաչում եմ ու նաև իրանց եմ ասում։ Բայց խնդիրը այն մարդիկ են, ովքեր գիտեն ճշմարտությունը, այս տարբեր նեղ անձնական շահադիտական նպատակներով այն ամենայնիվ իրանք աշխատում են հանրապետականում։ Իրանք գրում են, ասում են բաներ, որոնք իրանք գիտեն, որ այդպես չի։ Կան մարդիկ, որոնք հարցեր են հնչեցնում։ Միգուցե նույնիսկ քաղաքական գործիչների մեջ այդպիսի մարդիկ կան կամ ակտիվ սոցիալական ցանցերում ներկայացված մարդկանց մեջ գրում են հարցադրում են, որ կարող է ինչ-որ մարդու մոտ ծագել, հասկանում եք։ Այսինքն դե ես տեղել եմ տարանջատում, ես չեմ ուզում ասել, որ այն մարդիկ, ովքեր քննադատում են հանրապետականին, սա են, չէ, այդպես չէ, բայց այն որ մենք գիտենք, որ այդ քաղաքական նայոմնիկներ կան, որոնք կոնկրետ խնդիր են կատարում, դրանք են խնդրեմը։ Նույն խոսույթի հետ կապված էլ մարդ կա գնում է խոսում է, նայում ես ասում ես, լավ, այս մարդը ինչի է գնում մի ժամ մեր մասին, sense բաներ խոսում։ Մարդ կա ինքս իրավիճակում ինչ-որ բան պետք է ասի, բայց ձայն իջեցված է ասում, ու ընդհանուր process-ն եմ ասում։ Ասում է, հա, խնդիր կա, բայց որակումներ չի անում, ակնհայտորեն չի փորձում սրի, հասկանում եք,
շատ տարբեր են այս շերտերը։ Իդեպ ամիսներ առաջ, 2 ամիս առաջ մոտավորապես, երբ Լևոն Քոչարյանին ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցվեց, թե ինչ տարաձայնություններ կան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև, առհասարակ ընդդիմության միջև, հարցը այդպես հնչեց, նա ասաց, որ վերևներում որևէ խնդիր չկա, կան մարդիկ, որոնք որոշակի հարցեր ունեն իրար հետ։ Բայց փաստորեն սա արդեն վերևներ բարձրացավ այս հարցը։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան որևէ բանի մեջ չեմ ուզում մտնել։ Դա Սերժ Սարգսյանը ինքը թույլ չի տալիս, որ մենք մտնենք մի հարթություն, որտեղ ինքն է եւ Ռոբերտ Քոչարյանը իրանց անցած մարտական ճանապարհով, իրանց անցած քաղաքական ճանապարհով եւ այլն։ Այստեղ ընդհանրապես խնդիր չկա այստեղ մտնելու։ Ես չեմ կարող դա մեկնաբանել։ Դա հարց է, որը միայն իրենց մեկնաբանության դերույթում է։ Ես տեսնում եմ մարդիկ, ովքեր ուզում են թեման իջեցնեն, բերեն եւ տանել հանգուցալուծում։ Ես տեսնում եմ մարդիկ, որ անդադ ուզում են այդ ձայնը բարձրացնեն, հասկանում եք։ Ես դրա համար եմ ասում, այդ ուժերի ռեսուրսների ներգրավվածության առումով, որ դուք ասում եք, օրինակ Արմեն Աշոտյան, Աննա Մկրտչյանը, հետո կանգնում եք, չէ՞։ Այդ մեր առաջին շարքի ներկայացների մասին է խոսքը։ Հիմա որովհետեւ մենք ստիպված ինչ որ տեղեր ուզում ենք պատասխանենք, տեսնում ենք, որ մարդկանց մոտ են փորձում են մարդկանց էլ ապա բանն են, ապա կողմնորոշվել։ Ուզում ենք այս մարդկանց ասենք, որ ժողովուրդ ջան, այս բաներ կա, մենք ստիպված կարող է սկսել խոսել այն մի բանի մասին, որը երբեք որևէ պայմաններում չենք ուզենա խոսենք։ Հիմա մարդ կա 18 թվականին իրեն շատ բաց ձևով է դրսևորել, բայց կար ժամանակ հետո հասկացել է ինքը ինչ է տեղի ունեցել, ներողություն է խնդրել կամ ներողություն չի խնդրել, անկեղծ մտել է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի, հիմա ես ինքս այդ մարդկանց չեմ թիրախավորում, խնդիր չունեմ հանեմ, ասեմ, բա գիտես, այս մարդը սա է արել, նա է արել, 7 տարի անցել, հիմա բոլորս տեսել ենք, չէ՞, թե ինչ է եղել։ Հիմա այս իրավիճակը նույն այդ խորհրդարանում ընտրության հետ կապված, ասում եմ, հանրապետականն ասել է, այս մեր, չգիտեմ, 7-8 հոգին գալու են քվեարկեն։ Հիմա տգեղա չէ, երբ որտեղ այդ ամբողջ խորհրդարանը, որտեղ ելք դաշինքը չեմ հիշում, 6 թե 7 հոգեր եղել։ Դաշնակցությունը կար։ Նայեք, ես չեմ ուզում հիշատակումներ անել։ Դաշնակցության մեջ այնքան լավ ընկերներ ունեմ։ Այդ մարդիկ էլ հիմա դաշնակցությունը կա թեմայի մեջ, դաշնակցություն չի խոսում, չէ՞։ Հիմա դաշնակցությունն էլ չէ գիտակցում, թե ինչ է այս իրավիճակը։ Հիմա մարդիկ հասկանում են, որ թեմայի մեջ մտնելը չի բախում այս ամեն ինչի առաջներծում։ Չեմ ուզում ես տեղ տանել, որտեղ երևա որ, չգիտեմ, դաշնակցությունը այդտեղ կողմ ա եղել կամ էս է հնչեցրել։ Բազմաթիվ հարցեր ա եղել դաշնակցության մեր գործընկերների հետ, մենք է խոսեցել ենք, լիքը հարցեր կարգավորվել է։ Էլ չեմ ասում, ասենք Մանուկյան Գեղամետ 1000 ու մի տեղ են գնացել, Զորամաս են կետում, գնում ենք այս մեկի իրավունքներն ենք պաշտպանում, քաղմասներ են գնում, բերդեր են գնում։ Հիմա ես հասկանում եք, իմ մեջ չեմ կարա այդ բանը գտնեմ, որ ես ելեմ ասեմ, գիտեք, Գեղամը այս բան, էս արել կամ այն արել, նույնը Գեղամը չի անում, իմ կամ բազմաթիվ մարդկանց նկատմամբ։ Բայց իդեպ որ սա ասում եք, ասեմ, իմ տպավորությամբ ոնց որ կա որոշակի նաև շահագրգռվածություն որոշ մարդկանց կողմից, դաշնակցության էլ ցած բերել մտցնել թեմայի մեջ։ Մենք մեծ թվով հարցերում դաշնակցության հետ, հատկապես ազգային հարցերում, մենք բնական դաշնակիցներ ենք։ Մեր գործունեության տարբեր փուլերում քաղաքական 1000 ու մի բան է եղել, բայց տնտեսական մասով, քաղաքական մասով, բաց ազգային հարցերի մասով մենք նաև բնական դաշնակիցներ ենք եւ բնականաբար այս տեսանկյունից ինչ որ ասում եմ, ես դրա համար եմ այս ամեն ինչը տարանջատում, որ այդ մեր գործընկերների հանգարց թեկուզ մեկը մտքի փոչով չմտածի, որ դա կարող է ինչ-որ ձևով տարածվել նրա վրա։ Հիմա խնդիրը այն է, որպես այս ամեն ինչը կանգնեցվի։ Այս ամեն ինչը չի կարող կանգնեցվի։ Մեկը հելում ասում է, նայեք, մենք բան չենք խոսում, իրան կանգնում, մեկը բացում է, տենում է իրենց այդ ասոցացվող Telegram-յան ալիքներ են, իրենց այդ ասոցացվող լիքը մարդիկ են։ Դա միգուցե որոշ մարդկանց նախաձեռնությունն է լինում, ոչ թե համակարգված այսպես մոտեցում։ Դա էլ կարող լինի, նա էլ կարող լինի, բայց գիտեք, բաներ կա, երբ որ դու թեզային առումով ես տեսնում ես սա հնչեց այս մակարդակում, մեկ է դու տեսնում ես այս թեզի զարգացումը այս մակարդակում, տեսնում ես այս մակարդակում, հասկանում ես, որ դա ինչ-որ կենտրոնացված ձևով աշխատում է, չէ՞։ Երկրորդը շատ են աշխատում ճշմարտությունները խեղաթյուրելու մասով։ Կոնկրետ մարդը ինչ-որ բան է ասել 5 տարի առաջ, իրանք վերցնում են, իրանք պատկերացված ձևով բան են անում, բայց շուռ են տալի, մեկը ասում են, բայց այդ մարդը խոստովանել է, ասում են մի բան, որը այդ մարդուն չես կարող վերագրել, որտեղ այդ մարդը ուրիշ բան է ասել։ Կամ կոնտեքստից հանած երկու ձևակերպում օգտագործում են, չեն ասում, թե դա ինչ իրավիճակ էր, ոնց եղավ, ինչ եղավ։ Հիմա նույն այդ 23 թվականի 20 ամսի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ որ հաջորդ նիստը մայիսի 1-ին եղավ, մայիսի 1-ին երբ որ գնաց հանրապետական այդ ծաղրանքի, քննադատության, թիրախավորման, այդ դագաղային արշավների, այդ հանրապետական
-1 այդ բանի այդ կոնսենսուսի պայմաններում գնացին այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկեցին, չէ՞ ոչ մեկ չի ասում, բարի այդ մարդիկ, երբ որ դրանց շատերը հիմիկվա այդ քննադատողներն էին գոռում, ասում էին գնացեք ընտրեք Նիկոլ Փաշինյան եւ այլն, այդ մարդիկ գնացին տենց քվեարկեցին։ Մեկ շաբաթ հանրապետականը ոնց հասնում էր հրապարակային, զանգելով, կապ տալով, ասում էր արեք ով գա Նիկոլից բացի, քվեարկում ենք իրանց օգտին։ Այդ մարդիկ չկային։ Հիմա այդ ամբիցիա, այդ բանող մարդիկ, ովքեր ամբիցիաները հելը, չգիտես որտեղից անցել, չկային, չէ՞ այդ մարդիկ։ Այդ մարդիկ հելն են մի օր պաշտպանել են։ Կարող է անհատ ինչ-որ մարդ լինի, ասի, գիտես, այս օրը ես այդ ժամանակ եմ սխալ համարել։ Միգուցե կարող է միտեղ գրածել լինի, ես այդ 1-2 եզակի դեպքերի մասին չեմ խոսում։ Այդ քաղաքական շղարշի տակ հանդես եկող մարդիկ կային այդ ժամանակ։ Հələ չեմ ասում, որ իրանք այնտեղ էին, հրապարակներում էին, կոչ էին անում, հանրապետականի դեմ այլանդակ ելույթներ էին ունենում, Նիկոլ Փաշինյանի հետ կապ էին հելում, երևի ուզում են ինչ-որ ձևով համագործակցեին կամ ինչ-որ պաշտոնների բաներ։ Հիմա այդ մարդիկ եկել են մեզ ասում են, գիտես ինչ կա, բա դուք ինչի՞ այդ վերջում ընտրեցիք։ Այդ նույն բանն է հետ գալի, չգիտեմ, մեզի խփեիք, սա անեիք, նա կրակեիք, բայց չեմ հասկանում, այդ կրակել այդ բանը, հա, սեփական ժողովրդի նկատմամբ։ Հասկացանք, որ պետությունը այն միակ լեգիտիմ մարմինն է, որը ուժ կիրառելու բան ունի, հնարավորություն ունի, որ օրենքներով հիմա հել ենք ամեն օր մենք պետք է հել ենք կրակենք, հիմա սրանց լեզու եք տալիս, սրանք հել են ասան, նա դուք եք ասում պետությունը միակ լեգիտիմ բանն է, որը կարա ուժի կիրառման կամ կրակելու հրաման տա։ Հունիսի 12-ին մենք էլ միջոցներ էինք կիրառում։ Հենց այդ հասկանում եք։ Մենք էլ էինք։ Այս պետք է վերադարձնել սա իր հուն։ Ես հասկանում եմ, որ մշտապես էլ սա միջևերջ մարվող թեմա չի, անընդհատ բայց սա պետք է կառավարվի։ Այո, սա պետք է իջեցնել, սա պետք է, սա ոչ մեկի շահերին չի բխում։ Իմ համար հաճելի չի գալ ստեղ ու խոսել բաների մասին, խոսել մարդկանց հայտարարությունների մասին։ Հասկանում եք, այս որ ասում եմ, ինչ սրա համար եք մենք հավաքվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցում էի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանի հետ, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։